Արա այս ինչ այ փնթիներ չկան, ձեր խոզությունները հետևից մաքրել։ Քարիլիչն այս վիճակում էր հայտնվել աստղաթափով Արագածի բարձունքին հիացողների այցից հետո։ Մարդկանց թողած պատկերը ֆիքսած ամոթանք տվողը արշավական Աշոտն է։ Այն ինչը նկարվել է մի մասն է եղել, ուղղակի աղբերի կույտ էր։ Երիտասարդի զայրույթով պոստին սոցցանցը բուռն արձագանքեց, գրում են, եթե տուգանեն, էլ չեն անի, ամենուր նույն վիճակն է։ Անտառ թե սարեր, մինչև այնտեղ, ուր մեքենան կարող է բնակչությանը խնջույքի տանել, իմացեք աղտոտված է։ Լեռներ բարձրացողներն են նրանց հետևից ստիպված մաքրություն անում։ Դեպի Արարատի Գագաթ ճամփից տված հեռակահարցազրույցում ասում է Աշոտ Թոքուզյանը։ Գրեթե այդպիսի արշավախումբ չկա, որ արշավից հետո գոնե մի քանի արկղ աղբը չիջացնի ներքև երթուղիներից արշավական։ Ով պետք է զսպի բնության նման աղտոտումները։ Պարզվում է, Քարիլիճը թեպետ Արագածի Ալպյան պետական արգելավայրի մաս է հատուկ պահպանվող տարածք, երկրում նման կարգավիճակ ունեցող 27 գոտիներից միակն է, որ ոչ թե շրջակա միջավայրի, այլ գիտության կրթության նախարարության ենթակայության տակ է, այստեղ հետազոտություններ անող ֆիզիկայի ինստիտուտի պատճառով։ Խնդիրը տեղանքի չհսկվող հատվածում է եղել, մեկնաբանում են էկոպարեկային ծառայությունից։ Քարիլիճը համայնքային հող է, որի պատասխանատուն հանդիսանում է համայնքը եւ այդտեղի մասով մենք նաեւ նախորդ տարի ենք նմանատիպ խնդիր ունեցել, համայնքը իր միջոցներով նաեւ մեր հետ համագործակցությամբ իրականացրել է այդտեղից աղբի մաքրումը։ Աղբի կուտակումը համայնքն այս անգամ էլ մաքրեց, հինգշաբթի հայտարարություն տարածեցին բնապահպանության տեսչական մարմնից։ Առաջարկել են նաև հաշվի առնելով տուրիստական մեծ հոսքերը տեղում աղբարկղեր տեղադրել։ Հերթով ինչ են, նկարեն, հրապարակեն բնության մեր կեղտոտված անկյունները, որ հարցը լուծվի։ Խնդիրը համատարած է, ասում են սար ձորերում քայլողները։ Մեր գրեթե բոլոր ջրամբարներում, որտեղ էլի տուրիստական այսպես հոսք կա, աղբի մեջ կորած է։ Իսկ ջրամբարները բերում են հիմնականում գետերը, այդ աղբը, իսկ գետերի մեջ կեղտոտում են համայնքներից։ Այսինքն եթե վերահսկողություն լինի համայնքներից, որ այդ գետի մեջ չբերեն իրանց զիպիլը գցեն, հաստատ դա էլ չի իջնելու դեպի ջրամբարներ։ Բնության նկատմամբ հոգատար լինել պարտավոր է եւ անտառամերձ գյուղում ապրողը, եւ քաղաքից պիկնիկի գնացողը, եւ զբոսաշրջիկը կապ չունի տվյալ գոտին հատուկ պահպանվող տարածք է, թե ոչ, մարդկանց էկովարքագիծ դրսևորելու կոչ են անում կանաչ գերատեսչությունից։ Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է հանգստից հետո չթողնել աղբ բնության գրկում։ Եթե յուրաքանչյուրս մեր ցանկացած գործողության հանգստի կազմակերպումից հետո ինքներս հեռացնենք մեր կողմից թողնված աղբը, ապա մենք չենք ունենա այն պատկերը, որը շատ հաճախ մենք տեսնում ենք հիմա հանրային ցանցերում, սոցցանցերում։ Վայրի բնության նկատմամբ նման մոտեցումը մեզ պատիվ չի բերում, այսպես են աշնանը COP17 հյուրընկալելու խրատներին էկոպարեկները առանձին հատուկ մի հորդորել են ավելացնում։ Կոչը նույն մեր ուտող խմող քեֆ անող ժողովրդին, որ հարգելիներս խնդրում ենք, հորդորում ենք, պահանջում ենք ձեր հետևից հավաքեք ձեր աղբը։ Այն մարզերում, որտեղ էկոպարեկները սկսել են աշխատել, տարեսկզբից տարածքների աղտոտման 21 արձանագրություն են կազմել։ Իմացեք, նաև կերած խմածի մնացորդը բնությունում թափելու համար է ֆինանսական պատիժ նախատեսված։ Օրենքի կետն է ցույց տալիս Մարկոսյանը։ Կենցաղային մնացորդներ թափոնները աղտոտելը։ Հոդված 75 նախատեսվում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ երկարապատիկի չափով։ Եթե տուգանքն է, որ պետք է մարդկանց սովորեցնի սիրել բնությունը, փնթիները թող պատժվեն։ Հերմինե Բաղդասարյան, Աշոտ Խաչատրյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։